Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 6-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար։ Այստեղ միայն վերաբերվում է տարվա ծնված նշաններին։ Եթե մի փոքր ազատ լինեմ, անպայման կլինի 2026 թվականի բոլոր կենդանակերպի այս նշանների համար որոշ չափով կանխատեսում եւ հետո, երբ որ արդեն կլինի արդեն կմտնի ձիու տարին իհարկե, այդ ժամանակ եւս կանեմ մի փոքր արդեն պրոֆեսիոնալ ձևով, մեկ այլ ձևով իհարկե, դա հնարավոր է նաեւ լինի փետրվարի վերջ։ Այնպես որ հիմա ուղղակի հասկանալու համար թե ձեզ ինչ է սպասվում, հետո արդեն նաեւ միգուցե ինչ որ ամսաթվեր նշեմ եւ բոլոր տարիների համար։ Այսքանը եւ կյանք եւ ճշմարտություն ալիքում նոր պրոյեկտ եմ սկսում, նոր տեսանյութեր, եթե հետաքրքրում է կարող գրանցվել, կարող եք նայել, սպասեք ձեր նշանին, ոչ թե նշանին, այլ սպասեք ձեր ծննդյան օրվան, թե երբ կլինի դա, երբ կխոսեմ այդ մասին։ Ամենայն դեպս բավականին մարդիկ կլինեն, որ այս օրերին ծնված կլինեն, ձեր երեխաները, ձեր եղբայրը, ձեր քույրը, եւ պետք է ձեր երեխան, որ շատ կարեւոր է ձեզ համար, կիմանաք այնտեղ կնշեմ անպայման համատեղելիություն եւ այլն։ Շատ բաներ կլինի այդ տեսանյութում, կարող եք առաջին տեսանյութը նայել, երկրորդ տեսանյութը նայել, եթե ձեզ դուր կգա, կարող եք սպասել ձեր ամսաթվին իհարկե։ Սկսվելու է այսօրվանից, չէ, դուք ուշ եք տեսնում, արդեն սկսվել է, երբ որ դուք սա կտեսնեք, արդեն սկսվել է դա եւ կարող եք նայել։ Հղումները իմ բոլոր ալիքների լինում են մեկնաբանության բաժնում։ Նաեւ վերնագրի տակ, վերնագրի վրա սեղմում եք, ներքևում բոլոր տեղեկատվությունները կան։ Կարող եք կարդալ, որ ալիքն է եւ մտնել։ Եվ եթե ցանկանաք, նաեւ Telegram ալիք կարող եք մտնել, այնտեղ մարդիկ կան եւ տեղեկություններ են լինում, որոնք որ չեն լինում այստեղ, ոչ մի ալիքում։ Այսքանը եւ գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 6-ին։ Հարգելի առնետներ, այսօրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ձեր սիրո խոստովանություն կողանանեն, դուք սիրո խոստովանություն անեք, ինչ-որ մարդկանց, նաև ձեր սիրված կզգաք, միգուցե որ ցանկությունները եղան կան, ձեր հարազատների շրջապատում կլինեք, որևէ տհաճ պահեր կան, ինչ-որ կարող են լինել, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, հանդիպում որևէ մեկի հետ, ինչ-որ մեկի հետ եւ կամ գումար եք տալու իրան, կամ գումար եք ծախսելու այդ հանդիպման ժամանակ, կամ գումարի մասին կարող եք խոսել։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 6-ին։ Հարգելի ցուլեր, դա տարվա ծնված ցուլերն են, արդեն նկատած կլինեք ժամերի կողքը գրված է իրական անունները եւս ինչ անուններով կարող եք ասել։ Հետո մի փոքր հուզվում եք, նավրենավ արտասվում եք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ եւ այստեղ պետական հիմնարկությունում գործեր ունեք։ Դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն կամ մեկ այլ։ Յուրաքանչյուր տեղ, որտեղ որ անձնական հարցերով չեք գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 6-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հնարավոր է նաև առիթ է, նշում եք։ Նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է կամ ժամ եք պայմանավորվել ինչ-որ մի գիտուն գնալու համար կամ ձեզ են ժամ ասել կամ առիթի համար է դա, ինչ-որ մի բանի համար ժամ եք պայմանավորվել։ Ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր հարազատ մարդկանց հետ սեղանի շուրջ կնստեք, միգուցե ձեր սիրելիի հետ, երկրորդ կեսի հետ, միգուցե սեղանի շուրջ եք նստում, այնտեղ ձեր սիրո խոստովանություն են անում, այն մարդիկ, ում որ չեք էլ սպասում։ Կամ ձեր սիրված կզգաք ուղակի այն մարդկանց շրջապատում, որում որ գտնվում եք եւ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 6-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան առավոտյան, նաև ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, կամ ձեր կյանքից հանել, կամ այստեղ առիթի եք հրավիրված, կամ դուք եք հրավիրել, կարող է ինչ-որ մարդիկ գնում են, հեռու տեղ են գնում և իրարից հեռանում եք, դա է ցույց տալիս, կամ ապրանքն եք տալիս մարդուն, եթե նման այդպես եք աշխատում, ինչ-որ վաճառքով։ Նաև տան հետ կապված իրավիճակներ են, իրադարձություններ են, կարող է հյուր է գալիս կամ առիթ է, հնարավոր է նաև այդտեղ է տհաճ պահերը, չեմ կարող հստակ ասել, նաև կարող է տեղափոխվում եք, ինչ-որ մի բան է տան մեջ, տան հետ կապված, հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մեկին, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, և այստեղ ոնց որ հիվանդանոցում կամ ինչ-որ մեկը կա, կամ դուք եք գնում այնտեղ ինչ-որ պրոցեդուրա ընդունելու, պառկում եք, ընդունում եք, կամ այնտեղ ինչ-որ մեկն է պառկած, և գնում եք իր մոտ տեսակցության, կամ ուղղակի իմանում եք, որ այնտեղ պառկած է, կամ ուղղակի դուրս եք գրվում նա, բերում եք տուն, և կարող դրա համար եք առիթ ստեղծում։ Սա նաև ոնց որ պետական հիմնարկությունում ինչ-որ գործեր քնած են դեռ, առաջ չեն գնում, և նյարդայնանում եք, միգուցե գնում եք հասկանալու, թե ինչու է այսպես, ինչու առաջ չեն տանում, ինչու ոչինչ չեն շարժում տեղից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 6-ին։
Հարգելի վիշապներ, այդ օրը տան հետ կապված ոչ հարցեր ունեք, որ է առիթ է, պետք է գնաք կամ ձեր տուն եք հրավիրում, նաև տեղափոխություն է, ընտանիքի անդամներն են այստեղ, ինչ է գրված վրան, տան հետ կապված իրավիճակ, իրադարձություններ, չի կարդացել, նորությունները այդ օրը կլսեք, նաև տատանվում եք, ծանոթ եք անում, նաև ինչ-որ բան եք կասկածում եք, կամ ընտրության առջև եք կանգնած, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք, նաև ոմանց սերկ խոստովանեն, ձեզ սիրված կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, նվեր կտաք ինչ-որ մեկին, կամ ձեզ նվեր կտան, կամ քաղցրավենիք է սա, ոմանք շատ կաշխատեն այդ օրը, ոմանք հենց կողոք չեք աշխատում և գնում եք օրինակ առիթի, ընդունվում եք աշխատանքի այդ օրը, աշխատանքից եք խոսում, այդտեղ հյուրերով նստած, նաև դա պետական աշխատողի հետ հանդիպում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերի։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 6-ին։ Հարգելի օձեր, այդ օրը հուզվում եք, ինչ-որ բանից գնում եք պետական հիմնարկություն դրա համար եք հուզվում, այստեղ նաև տխրություն կա դրա համար եք միգուցե հուզվում, նաև արտասվում եք և պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, լինի դատական գործընթացներ, բանկ, հիվանդանոց, բժշկական յուրաքանչյուր հաստատություն, ուսումնական հաստատություն Եվ ինչ-որ բանից տատանվում եք, ինչ-որ մի բան ծանրութեթև եք անում, կասկածում եք, միգուցե այստեղ երաժշտություններ կանջատեին, ալիքը չէ, տեսանյութը կփակեին, նաև ընտրության առջև եք կանգնած և հեռախոսազանգ ունեք, միգուցե հեռախոսազանգն է պատճառը, որ ձեր տրամադրությունը գցում եք, և այլն այստեղ ինչ-որ նաև հուզվում եք Կողոիմանում եք, որ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա կամ ինչ-որ պետական հիմնարկության հետ է կապված ինչ-որ բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 6-ին։
Հարգելի ձիեր, այդ օրը ձեզ սիրված կզգաք, նաև կարող է սիրախոստովանություն են անում ձեզ, դուք եք անում, ձեր հարազատների շրջապատում կարող եք լինել, նաև հյուրընդուն եք կամ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեր տուն, հյուր և տատանվում եք, գուցե էլ ինչ հյուրասիրեք, որտեղ ումսի 6-ն է, դժվար ուտելիքներ մնացած լինեն, նաև դա տատանվում եք ինչ տանեք, գուցե եթե դուք եք գնում հյուր։ Ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, տխրում եք, գուցե հենց դա է այդ առիթը կամ այդ հյուրը դրա համար է եկել, կամ դուք եք գնում հրաժեշտ տալու, ամենայն դեպս տխրում եք այդ մարդու հեռանալու համար։ Բայց հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք և ինչ-որ մի բան էլ ձեզ երջանկացնելու է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերի։ Ինչ է սպասվում այծերին, հունվարի 6-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում, այդ օրը լավ նորություն կլսեք, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է զբաղվեք, գուցե այնտեղից եք նորություն լսում, դա կարող է լինել բժշկական կենտրոն, որովհետեւ ուսման կենտրոն, նաև բանկ եւ այլն։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք ինչ-որ միտեղից, նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, ոմանք ժամադրություն ունեն, ժամադրված եք սիրելիի հետ, ոմանք նաև պայմանավորվածություն ունեն իրենց հարազատ մարդկանց հետ։ Եվ ոյցը հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու, ուրախ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 6-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը օձեր կան, ձեր շրջապատում նախանց մարդիկ, բամբասողներ, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է լուծեք, անեք, նաև կարող եք հուզվել, այստեղ հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ կարող եք տեսնել իրեն հուզվել, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձեք, որպեսզի չուշանաք, նաև ինչ-որ գործեր կմնան, այդ օրը չեք հասցնում վերջնական ավարտեք, և հրավերք ունեք, բայց առիթի, գուցե դուք եք առիթ կազմակերպում, դուք եք հրավիրում մարդկանց, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 6-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը կամ թաքուն սիրավեպ ունեք, կամ նաև թաքուն գործողություններ, որ կարող եք անել։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականան, այսինքն ինչ-որ մի բան կա այստեղ, բայց ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև հաջողություն ունեք ձեր գործերում, նաև ձեր բիզնեսում, ինչ որ անեք այդ օրը, հաջողությամբ կընթանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հունվարի 6-ին։ Հարգելի շներ, այդ օրը գաղտնի սիրավեպ ունեք կամ գաղտնի գործողություններ, նաև նվեր ունեք, նվեր եք գնելու կամ նվեր կստանաք, տան հետ կապված ոչ իրադարձություններ, հնարավոր է առիթ է, ձեր տանը կամ պետք է գնաք, որտեղ այնտեղ նաև հրավեր ունեք առիթի, միգուցե տուն եք մաքրում, որ հրավիրեք, որ գան, ոչ է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, միգուցե երեխայի սեռն եք որոշում, և կարող է գաղտնիք է բացահայտվում այստեղ սիրային թեմայով,
Գաղտնի հենց գործողություններ են, որը հետո կբացահայտվի։ Մենակ ուշադիր եղեք, որ ավելի շուտ չբացահայտվի, եթե ինչ-որ պահեր եք անում անակնկալներ։ Եվ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 6-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը ոչ հարցում հաղթանակած եք դուրս գալու ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու ինչ-որ մի լավ բան։ Նաև այստեղ գաղտնի սիրավեպ են, նաև գաղտնի գործողություններ են, որոնք կարող եք անել։ Այդ որ նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում։ Բայց այստեղ ունեք սուտ, տհաճ պահեր եւ օցեր։ Այսինքն նախանց, միգուցե այդ օցերն են ինչ-որ մի բաներ խոսում, դա է ձեզ համար տհաճ, այսպես ինչ-որ վերաբերմունքը, դա եւ կարող է ձեզ համար տհաճներ։ Չեք տխրում, բայց դուք կարող եք վիճել, կարող եք խոսել, հա, կարող եք արտահայտվել եւ այստեղ հաղթանակած դուրս գալ, հա, կարող է դա որ դուք հետադարձ մի լավ պատասխան եք տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Չի ուզում անջատվի։ Չեղավ։